զով եղանակներին եւ հատկապես ցուրտ եղանակներին ձմռան անպայման զբոսնում եմ։ Առավոտները 5-ին 6-ին արթնանում եմ, սոցիալական ցանցեր, սուրճ, առավոտյան պարտադիր, մարմնամարզություն, հետո սիրում եմ լուսամուտից կախվել, դիտել մեր քաղաքի անցուդարձը։ Անելիք շատ կա, մի փոքր թուլանամ, խոստովանեմ, որ երբեմն ծուլանում եմ պարզապես ինչ-որ մի բան անել։ Ես մի բնավորության գիծ ունեմ, անընդհատ փնտրտուքի մեջ եմ, որոնումների մեջ եմ։ Մեր գյուղից երևում է Ստեփանակերտը եւ երևում էր սատանայի օղակը, այդ կարուսելը, որը երիտասարդ տարիքում մոտիվացիա էր Ստեփանակերտ գալու եւ այդ կարուսելով պտտվելու համար։ Խոստանում եմ, երբ որ թոշակի կանցնեմ, անպայման կզբաղվեմ հողագործությամբ։ Ողջույն։ Սովորել եւ նորից սովորել։ Սա է հաջողության հասնելու կարևոր գրավականը։ Այդ դեպքում երբ հանգստանալ։ Հիմա հերոստա-ուիկենդը դիտելիս։ Այսօր մեր տաղավարում մի անձնավորություն է, ում վստահ եմ շատերդ եք սպասում այստեղ։ Իմ հյուրը այսօր ուսանողների բարեկամ, Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Երամիշյանն է։ Պարոն Երամիշյան, ուրախ եմ, որ այստեղ եք։ Ես եւս ուրախ եմ, խոստովանեմ, որ հազվադեպ եմ, գրեթե երբեք չեմ մերժում նման առաջարկները, այդ առիթները մեր հանրության առջև ելույթ ունենալու համար։ Այսօր ավելի շատ խոսելու ենք ձեր ու ձեր հանգստի մասին, հուսով եմ դեմ չեք։ Ոչ իհարկե։ Հաշվի առնելով ձեր այդքան մեծ սերը մասնագիտության հանդեպ ու ձեր կատարած աշխատանքի հանդեպ, հետաքրքիր է, շաբաթվա վերջին սպասում եք։ Ինչպես բոլոր մարդիկ, իհարկե սպասում եմ շաբաթվա վերջին, մանավանդ այն ժամանակ, երբ հոգնածությունը արդեն անցնում է բոլոր սահմանները եւ վրա է հասնում խոնջանքի կամ այսպես գերհոգնածության վիճակ եւ շաբաթ կիրակին պարզապես փրկություն է լինում այդ հոգնածությունից մի փոքր թոթափելու, մի փոքր, ինչպես ասում են, ուշքի գալու համար եւ նաեւ դրան գումարենք այն, որ մեր օրգանիզմը սկզբավական երիտասարդ տարիքում եմ գտնվում, տարիներ շարունակ ձևավորում է իր սովորույթային համակարգը եւ երբ նույնիսկ երեխա ժամանակ դպրոց էինք հաճախում, շաբաթ կիրակին դպրոցներից ազատ օրեր էր եւ ուրախությամբ էինք սպասում։ Ուսանող ժամանակ նույնպես շաբաթ կիրակին մեզ համար ցանկալի օրեր էին եւ այսպես ձևավորում է այն ներքին դիրքորոշումը, որ շաբաթը եւ կիրակին դա մեր հարստությունն է, դա մեր հնարավորությունն է մի փոքր աշխատանքից կտրվելու համար։ Ինչպես եք սովորաբար անցկացնում ուիկենդյան օրերը։ Երբ է սկսվում ձեր առավոտը, ինչպիսի ընթացք է ունենում օրը։ Առանձնահատուկ պլանավորել միշտ չէ, որ հաջողվում է շաբաթ կիրակի օրերի, մանավանդ գիտեք ներկա իրավիճակը այնպիսին է, որ մենք շատ մեծ հնարավորություններ, նախկին հնարավորությունները մենք չունենք, այսպես ասենք, իսկ նոր հնարավորությունները երևի դեռ չենք բացահայտել, թե որտեղ, ինչպես եւ ինչ սխեմաներով կարելի է հանգիստը կազմակերպել։ Ես այդպես պահանջատեր չեմ ընդհանրապես որևէ իրի կամ առարկայի կամ հնարավորության նկատմամբ, ուստի ինքս փորձում եմ ինքնաբավ ձևով կազմակերպել իմ հանգիստը։ Հաճախ զբաղվում եմ, ասենք, առավոտյան մարմնամարզությամբ, երեկոները պարտադիր, որպես կանոն, հատկապես զով եղանակներին եւ հատկապես ցուրտ եղանակներին ձմռան անպայման զբոսնում եմ քաղաքում, շատ եմ սիրում քաղաքում զբոսնելը։ Ինչու ցուրտ եղանակներին, բայց որովհետև այդ զգացողությունները ավելի սուր են լինում, որովհետև զգում ես, եթե հատկապես ձյուն կա, ճռճռոցը ձյան, զգում ես նաև, թե մարդիկ ինչպես են քայլում փողոցներով ցուրտ եղանակին, մի փոքր տարբեր է ձյան զգացողությունները, ձմռան զգացողությունները, չնայած ամառ, աշունը, մյուս բոլոր եղանակները իրենց հմայքները ունեն։ Սիրում եմ ընթերցել, ընթերցում եմ գրքեր, լինել նաև սոցիալական ցանցերում, չեմ ժխտում, թող ոմանց դա թվա ինչ-որ, չգիտեմ, գեր ժամանակակից ինչ-որ մի բան, բայց այնտեղից եմ ստանում օրվա լրատվությունը, իսկ այսօր շատ կարևոր է տեղեկացված լինել, իմանալ ինչ կա հեռավոր աշխարհում, ինչ կա մոտակայքում, ինչ կա ընդհանրապես մեր խնդրին վերաբերող, մեր իղձերին, նպատակներին, անելիք շատ կա,
Երբեմն նույնիսկ մի փոքր թուլանամ խոստովանեմ, որ երբեմն ծուլանում եմ պարզապես ինչ որ մի բան անել եւ пассивորեն անցկացնում եմ, վայելում եմ այդ օրվա ժամերը։ Այսինքն ոչինչ չանելը էլի հանգստություն է, չէ՞։ Դա նույնպես կարելի է այդպես անվանել, այո, пассив հանգիստ կարելի է անել, եթե մի փոքր պրագմատիկ մոտենանք խնդրին, ապա քնելը ինքը նույնպես լավագույն հանգստի ձև է, չնայած տարիքի հետ ավելի ու ավելի քիչ եմ քնում, առավոտները 5-ին 6-ին արթնանում եմ, մի փոքր սոցիալական ցանցեր, սուրճ առավոտյան պարտադիր, մարմնամարզություն, հետո սիրում եմ լուսամուտից կախվել, դիտել մեր քաղաքի անցուդարձը, սպասում եմ մինչև մեր ընտանիքի անդամները, հետո օրվա անելիքներն ենք ճշտում, որտեղ գնալ, ինչով զբաղվել այդ օրը։ Միշտ չէ, որ մեր պլանները համընկնում են, իհարկե, բայց ես ունենում եմ պլան B, այսինքն եթե ոչինչ չստացվի, ապա ես ունեմ իմ նախասիրությունները, որով կզբաղվեմ այդ օրը։ Երբ երիտասարդ տարիքում էի, երբ դեռևս ծխախոտ էի օգտագործում, քիչ էի մարմնամարզությամբ զբաղվում, նկատեցի, որ ինչ որ բան այն չէ, առողջության հետ կապված, որոշեցի թողնել ծխելը, կոչ եմ անում բոլորին, անպայման դեն նետել այդ թույնը։ Հեշտությամբ թողեցի։ Վճռականորեն թողեցի, նույնիսկ հրաժեշտ չտվեցի ծխախոտին, որը մնում էր իր մշտական տեղում, բայց ես ինքս ինձ խոսք էի տվել, որ եթե նույնիսկ ձեռք տամ, ապա միայն նրա սփոփանքի խոսքեր ասելու, որ մնալու է առանց ինձ, եւ այդպես կտրուկ հրաժարվեցի ծխելուց, որովհետեւ այո, իսկապես բարդություններ ոչ այն տիպի, որ առողջության, այլ զգում էի, որ օրեցօր աստիճանաբար վնասները դառնում են նկատելի։ Մարմնամարզությունը այո լավագույն միջոց է եւ ճկունությունը պահպանելու եւ ուղեղի աշխատանքը ես մասնագիտությամբ գիտեք հոգեբան եմ, ֆիզիոլոգիան նույնպես ուսումնասիրել եմ եւ գիտեմ, որ արյան շրջանառություն կա, ուղեղի սնուցում կա, նյութափոխանակության խթանում կա, այդ բոլորը իհարկե եւ հետո դրա հոգեբանական կողմը, երբ դու ակտիվացնում ես քո մարմինը, ապա ինքնաբերաբար նաև քո մտքերն են թարմանում, քո ուղեղն է սկսում թարմ աշխատել, այնպես որ իմ հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս պարտադիր զբաղվել ակտիվ կյանքով, ակտիվ ինչ-որ գործողություններ կատարել, նույնիսկ խոհանոցում, եթե դա այլ հնարավորություն չկա, զբոսանքը, մարմնամարզությունը, եթե կա, լինի նաև լողի հնարավորություն, եթե լինի նաև սպորտով զբաղվելու հնարավորություն, դա կլինի լավագույն տարբերակ։ Նախկինում թենիս էիք սիրում խաղալ։ Սիրում էի, սեղանի թենիս էի սիրում խաղալ, մեր դպրոցում կար սեղանի թենիս, այնուհետև երբ ես գյուղում էի ապրում, սեղանի թենիս կար նաև ակումբում տեղադրված եւ գյուղական երիտասարդների միջև նույնիսկ մրցումներ էինք անցկացնում, ինչ նույնիսկ մրցանակներ էինք սահմանում հաղթողների համար։ Ես իհարկե պրոֆեսիոնալ չդառա, բայց այդ պինգ-պոնգի գնդակը մյուս կողմը նետել ստացվում է, բայց հիմա ցավոք սրտի վերջին անգամ նույնիսկ չեմ հիշում, թե երբ խաղացի, որովհետև աշխատանքային ժամանակը եւ պլանավորման դժվարությունները հնարավորություն չեն տալիս հստակ գրաֆիկ սահմանել եւ զբաղվել իմ սիրած այո մարզաձևով։ Ասեմ նաեւ, որ շատ ֆուտբոլ էի սիրում, ինչպես բոլոր տղաները, ընդհանրապես ֆուտբոլ են սիրում։ Լավ էի խաղում։ Ոչ այնքան, իհարկե, խաղում էի այնքան, ինչքան խաղում են փողոցային ֆուտբոլի սիրահարները։ Կարևոր այնտեղ վազելն է, կարևորը այդ էմոցիաներն է։ Հիմա էլ եմ մեկ-մեկ, ես 5-րդ հարկում եմ ապրում եւ դիտում եմ, թե ինչպես Բաքում խաղում են երեխաները, եւ գիտեք, նրանց համար ամենևին ոչ կանոններ պահպանելն է կարևոր, ոչ նույնիսկ գոլ խփելը, այլ այդ մրցակցությունը, այլ այդ էմոցիաները արտահայտելը, հույզերը, այսինքն երեխայություն անելը, դա է թերևս նաեւ սպորտի գրավիչ կողմերից մեկը։ Պարոն Երեմիշյան, այգի չեք մշակում, հողի հետ աշխատել սիրում եք։ Շատ եմ սիրում հողի հետ աշխատել, բայց վերջին ժամանակներս դժվար է պլանավորել ամեն ինչ, դժվար է, իսկ եթե մի բան անում ես, պետք է որակով անել, մշտապես թույլ չտալ, որ նույնիսկ քո ծիլը աճեցրած հանկարծ մնա առանց ջրի եւ մահանա կամ քո բերքը մնա չհավաքված, այնպես որ այն հողակտորը, որ ես օգտագործում էի, ես Շոշ գյուղից եմ ծննդով,
այսօր մնացել է անխնամ, Ստեփանակերտում էլ փոքրիկ մի տարածք ունեմ, կրկին չեմ կարողանում մշտապես լինել այդ տարածքում, բայց խոստանում եմ, երբ որ թոշակի կանցնեմ, անպայման կզբաղվեմ հողագործությամբ։ Միտեղ գրված էր, որ չպետք է սպասենք ավելի բարենպաստ ժամանակների կամ պայմանների երջանիկ լինելու եւ մեր սիրելի գործով զբաղվելու համար։ Չեք կարծում, որ այդ ձեր ասածը եւս սրա մեջ մտնում է։ Ինչու է անպայման թոշակի անցնել, որ զբաղվեք ձեր սիրելի գործով։ Որովհետև գիտեք, երբ որ դու աշխատում ես եւ սիրում ես քո աշխատանքը, ապա պետք է նվիրվես ամբողջությամբ քո աշխատանքին, իսկ իմ աշխատանքը այնպիսին է, որ ես հստակ ժամանակահատվածներ չունեմ, որովհետև անընդհատ լինում են ինչ-որ նոր խնդիրներ, նոր հարցեր, երիտասարդներ են, նրանք ոչ միայն սովորում են, այլ նաև իրենք են հանգստանում եւ դուք պետք է ապահովեք նրանց հանգիստը, իրենք են ինքնադրսևորման հարթակներ որոնում եւ դուք պետք է ապահովեք, իսկ դա միայն աշխատանքի ժամանակ չի լինում, այլ նաև աշխատանքից դուրս ժամանակահատվածներում է լինում, այնպես որ ես ինքս էլ չեմ սիրում կաղապարված կոնկրետ աշխատավոճը, այլ սիրում եմ անընդհատ ինչ-որ փոփոխություններ լինեն, անընդհատ դինամիկա լինի, անընդհատ նորամուծություններ լինեն, իսկ դա ենթադրում է կառույցների ոչ այնքան հստակություն, այլ ենթադրում է փոփոխականություն։ Ահա թե ինչու ես անում եմ այնպես, ինչպես ստացվում է հաճախակի, չնայած այդ ամենի մեջ նկատելի է հստակ գիծը, նկատելի է այդ մարտավարական ուղղվածությունը դեպի գլխավոր նպատակները։ Ես սպասում էի, որ այս զրույցի ընթացքում անպայման անդրադառնալու ենք ուսանողությանը եւ ձեր ու ուսանողների հետ շփմանը։ Շատ ժամանակ եք հատկացնում ուսանողներին։ Համեմատականներ անցկացնում եք, ինչպիսին էր ուսանողությունը ձեր ժամանակ եւ ինչպիսին է հիմա, ինչ է փոխվել, գուցե արժեքներ, նախապատվություններ։ Իհարկե փոփոխությունները նկատելի են, թեկուզ միայն այն պատճառով, երբ դու ինքդ ես երիտասարդ, երբ դու ինքդ ես ուսանող, ապրում ես ուսանողական կյանքով, քո զգացողությունները այլ են։ Իսկ երբ դու արդեն ուսանողների հետ աշխատանքի մասնագետ ես, այս դեպքում տեսանկյունը փոխվում է։ Փոխվել են նաև հասարակարգերը, փոխվել են ծրագրերը, պլանները, ժամանակները, շատ քիչ բան է մնացել նույնը, բայց մի բան ինձ շատ լավ հիշեցնում է իմ ուսանողական կյանքը, դա մեր կուրսղեկն էր, մի հրաշալի տիկին, ով առաջին անգամ մեր ձեռքը բռնեց, մեզ տարավ Արշավի, ես սովորել եմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան ինստիտուտում եւ նա մեզ գրեթե ամբողջ Հայաստանը իր հետևից, այսպես ասած, ոչ ակադեմիական խոսքով ասենք, պտտեցրեց Հայաստանում մենք եւ ես շնորհակալ եմ իրեն եւ ես որոշել եմ, որ եթե ունենամ հնարավորություն անպայման փորձելու եմ այնպես անել, որ ուսանողները նույնպես իրենց բարեհարմարը զգան ուսանելու ժամանակ։ Դա խթանում է նրանց ակտիվությունը, դա խթանում է նրանց սովորելու ցանկությունը, դա ձևավորում է անձը, դա օգնում է, որպեսզի նա ամբողջական դառնա իր եսի մեջ, որպեսզի ինքը ոչ միայն գնա գիտելիքի հետևից սերտի ինչ-որ գիտելիքներ, այլ նաև շփվի բնության հետ, այլ նաև ընկերների հետ լինի, օրինակ խմբային գործողություն կատարելը, օրինակ արշավ գնալը, օրինակ ինչ-որ մարզաձևով զբաղվելը օգնում են, որպեսզի նա դառնա ամբողջական անձնավորություն եւ այդ երջանկությունը, որի մասին նշեցիք, այո, հենց երջանկությունը սեփական եսը գտնելն է, ինքդ քեզ քո հնարավորությունները գիտակցելն է եւ քո հնարավորությունները դրսեւորել կարողանալն է, այսինքն այն ինքնաիրացումը, որի մասին խոսում են հոգեբանները։ Բնավորությամբ ակտիվ եք եւ կենսակերպով էլ ակտիվ եք, բայց ձեր ժամանցը կարծես ավելի пассив եք կազմակերպում։
Ես մի բնավորության գիծ ունեմ, ինքս բավականին լավ գիտեմ, անընդհատ փնտրտուքի մեջ եմ, որոնումների մեջ եմ, իմ բնավորությունը բավական այդպես չասեմ սառնարյուն է, դատող կամ ֆլեգմատիկի մոտ է, այլ կշռադատող է եւ ես այո իմ մտքերով եմ անդադ փորձարկումներ կատարում, բայց հազվադեպ է դա, ոչ թե հազվադեպ, այլ քանի որ վարքային մոդելը միայն մեկը պետք է լինի, ուստի ընտրություն կատարելու ժամանակ, երկար ժամանակ մտորումների մեջ եմ լինում, ի վերջո երբ գտնում եմ տարբերակ, ապա ամբողջությամբ փորձում եմ իրագործել իմ պլանները, ծրագրերը, այնպես որ այո, ակտիվությունը ենթադրում է նաև որոշակի կշռադատելու, վերլուծելու կարողություն, եւ ես փորձում եմ լինել այդպեսին։ Ընթերցանությունը ձեզ համար пассив զբաղմունք է, թե ինքնակրթվելու ձև։ Շատ էի ընթերցում նախկինում, գրեթե բոլոր գրքերը ընթերցել էի մեր գյուղական գրադարանի, արկածային գրքերը, Ժյուլ Վերն էի ընթերցում, չգիտեմ, այդ անգլուխ ձիավորը եւ այլն մյուսները, եւ գտնում եմ, որ իմ ձևավորման գործում հենց գրքերն են մեծ դեր կատարել, որովհետեւ գիրքը ոչ միայն տալիս է գիտելիք, ոչ միայն տալիս է բառապաշար, հարստացնում է բառապաշարը, օրինակ ես հիշում եմ, որ ռուսերեն առաջին անգամ վեբ ընթերցեցի եւ ընթերցելուց հետո իմ բառապաշարը գրեթե կրկնակի ավելացել էր, նոր բառեր էի յուրացրել, այսինքն տալիս է քեզ գիտելիք, բայց մյուս կողմից նաեւ տալիս է հուզական քո ասենք հնարավորությունները իմի բերելու, տալիս է նաեւ այլ հեղինակի հույզերը, զգացմունքները հասկանալու, նրա տեսանկյունները հասկանալու, մի խոսքով գիրք կարդալը կարծում եմ լավագույն եւ հանգստի ձև է եւ զարգանալու միջոց է։ Ամեն օր եք ընթերցում։ Հիմա ցավոք ոչ, չնայած սեղանի գրքեր ունեմ, հիմա գիտեք ինչպես եմ ընթերցում եմ օրական 1 էջ, 2 էջ, որքան կստացվի, օր է լինում, որ 50-40 էջ եմ ընթերցում, որովհետև սովորաբար այդ գրքերը հիմա մասնագիտական գրականություն է, չնայած ուրախ եմ լինում, երբ նոր գեղարվեստական որևէ գիրք եմ գտնում եւ ցավոք հիմա ժամանակի սղության պատճառով փորձում եմ ըստ էության հասկանալ ինչի մասին է այդ գիրքը։ Ձեզ երբևէ չեմ տեսել զայրացած կամ տխուր, կարողանում եք լավ քողարկել ձեր ներքին տագնապը, մտահոգությունները, թե ճնշում եք եւ որպես այդպեսին չի էլ լինում։ Ես երևի բնավորությամբ եմ այդպեսին եւ փորձում եմ այո իմ ներսում խմորել կամ իմ ներսում վերլուծել այն ամենը, այն զգացմունքները, այն հույզերը, որ ունենում եմ։ Թե որքան եմ կարողանում դրանք քողարկել, արդեն շրջապատը կարող է ասել, չնայած իմ տիպի մարդիկ սովորաբար երբեմն զայրույթի կամ բարկության պահին այլևս չեն կարողանում վերահսկել իրենց գործողությունները, դա մեր Ձեզ հետ նման դեպքեր եղել են։ Ոչ հաճախակի, բայց լինում է նման դեպքեր, այո, այդ ռուսերեն հետաքրքիր բառ կա սրիվ, այլն ինչպես կասենք, այդ սրիվները երբեմն լինում են, բայց դե ինքնատիրապետումը համարում եմ կայացած անձնավորության գլխավոր հատկանիշը։ Ես շատ եմ աշխատել ինքնատիրապետման, իմ կարողությունների վերահսկման, ինքնավերահսկման մակարդակի վրա, որովհետև կարծում եմ, որ մարդիկ պետք է այդպեսին լինեն։ Եվ մարդը, ով չի վերահսկում իր վարքը, ով չի կարողանում բարդ իրավիճակներում անգամ չկորցնել ինքնատիրապետումը, այս դեպքում կարծում եմ, որ նա պետք է աշխատի իր որակների հղկման կամ իր բնավորության շտկման ուղղությամբ։ Ռոպեներ փնտրում եք ձեզ հետ մենակ մնալու համար եւ հաճախակի ես սիրում եմ մենակ մնալ։ Ով էր ասել, որ խելացի մարդու հետ լինելու միակ հնարավորությունն է, դա ինքդ քեզ հետ լինելու, քո մտքերի հետ դու մենակ չես, դու օրվա տպավորություններն ես վերլուծում, մի փոքր ձգտում ես հանգիստ իրավիճակում այն զգացողությունները, որ ունեցել ես օրվա ընթացքում, որոնք ի դեպ անցյալի, ապագայի եւ ներկայի այդ խաչմերուկում են, եւ առանց դրա դժվար է, ինչպես ասում են, մարսել այդ նորությունները եւ մնալ քո ուղեգծի վրա, չշեղվել քո գլխավոր ուղուց։ Հաճախ եք վիճում ինքներդ ձեզ հետ։
Հաշտ եմ սովորաբար ինքս ինձ հետ, բայց երկմտանքի պահեր ունենում եմ։ Բնական է, որ տարբեր շարժառիթներ են, տարբեր դրդապատճառներ, մոտիվներ եւ որոշում ընդունելուց առաջ այո սովորաբար տատանվում եմ, բայց ես ինձ շնորհակալ եմ, որ որոշում ընդունելուց հետո կարողանում եմ հետևողական լինել այդ որոշումները իրագործելու ճանապարհին։ Սուր զգացողությունների հետևից գնացել եք։ Նազվադեպ սուր զգացողություններ գիտեմ, որ երբեմն կարող են շեղել քեզ ինքդ քեզնից, տանել ոչ այնտեղ, որտեղ դու կուզենայիր հայտնվել, չնայած ինչու ոչ երբեմն այո, սիրում եմ նստել այդ կարուսելները, որոնք տալիս են այդ սուր զգացողությունները, բնությունն է շատ հաճախակի այդպիսի հույզեր պարգևում, նաև սուր իրավիճակները, որ լինում են, չեմ ուզում դա տեղափոխել դեպի պատերազմ, դեպի այդ ոչ ցանկալի, բայց իսկապես սուր զգացողություններ, այն հոգեբանական վնասումները, որ բերում է պատերազմները, իսկ ցավոց սրտի իմ սերնդի մարդիկ արդեն 3 անգամ առնչվեցին այդ մարդկության չարիքի հետ, դրանից ավելի սուր զգացողություններ երևի որևէ տեղ չես գտնի, բայց հոգեկան ամրությունը, դիմադրողականությունը հենց այն է, որ դու ի վերջո վերագտնես քեզ, ինչպես ասում են, եթե ընկել ես, վեր կաց, թափ տուր քեզ եւ շարժվիր առաջ։ Չեմ ցանկանում ավելի խորանանք պատերազմական թեմայի մեջ, բայց փոխարենը ֆիքսեցի կարուսելի թեման։ Հետաքրքիր է դուք կյանքում էլ նման իրավիճակներ ձևավորում եք, որ օրինակ ինչպես հասկացա, ձեր կյանքը կանոնակարգված, ամեն ինչ ծրագրած, ճշգրտած, ընթանում է ձեր կյանքը։ Երբեմն լինում է, որ խենթ արարքների կարիք եք ունենում, օրինակ ուզում եք ինչ-որ մի բան անել եւ չեք ուզում պատասխանատվություն կրել դրա համար, ուղղակի ուզում եք վայելել այդ պահը։ Լավ հարց է, բայց դժվար պատասխան, որովհետև չթաքցնեմ իհարկե լինում են այդպիսի պահեր, որ դու կուզենայիր մի փոքր երեխա լինել, կուզենայիր մի փոքր պատասխանատվության տակ չմտնել, որովհետև մարդ ես բոլոր դեպքերում, ինքդ էլ կուզենայիր այնպիսի իրավիճակում հայտնվել, որ ամեն ինչ չլինի ֆորմայի ձևի մեջ, այլ լինի ազատ, լինի ավելի անկաշկանդ։ Օրինակ ես հիշում եմ նույն կարուսելի թեմայով, որ մեր գյուղից երևում է Ստեփանակերտը եւ երևում էր այն սատանայի օղակը, այդ կարուսելը, որը մեզ երիտասարդ տարիքում լավագույն մոտիվացիա էր Ստեփանակերտ գալու եւ այդ կարուսելով պտտվելու համար։ Սիրում էի օրինակ տնից փախչել, ինչպես այդ բանաստեղծներ ասում, գնալ գետը լողանալու, որովհետեւ այնտեղ մի տղայական միջավայր է, որը չես փոխի ուրիշ որևէ միջավայրի հետ եւ հենց այդ սուր զգացողությունները, հենց այդ պատասխանատվությունից ազատ լինելը, հենց երեխա քեզ պահել այնպես ինչպես երեխան է պահում, այո իհարկե թեթևացնում են քո կյանքը եւ դարձնում են ավելի հետաքրքիր ու համեմված։ Նկատեցիք բոլոր օրինակները մանկության տարիներից էին, հասուն տարիքում նման խնդությունների չեք դիմել։ Թողեք մի փոքր վերհիշեմ, թե որն է եղել իմ վերջին խնդությունը, չնայած հիմա այլևս խնդությունների ժամանակ չէ, հիմա մի փոքր ավելի այլ ժամանակներ են, գուցե գնահատականները ուրիշ կլինեն, գուցե այլ տպավորություն կստեղծվի, հիմա ավելի շատ փորձում եմ, եթե հատկապես դրսում եմ, լինել ավելի կազմակերպված, ավելի հավաք, լինել ավելի պատասխանատու, ավելի կշռադատված վարքով։ Շնորհակալություն պարոն Երեմիշյան մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես եւս շնորհակալ եմ։ Ես հիմա հոգեպես հաղորդակցում եմ իմ ընկերների հետ, հաղորդակցում եմ իմ հայրենակիցների հետ եւ բոլորին կոչ եմ անում չվհատվել ոչնչից, հակառակը ամենքը իր համար մշակի իր կյանքի բանաձևը, իր երջանկության ֆորմուլան ինքը գտնի եւ երբեք դա չտեղափոխի այլոց վրա պահանջելով, թե ինչ որտեղ, ինչ որ մեկը պետք է այնպես վարվի, որ ես ինձ երջանիկ զգամ։ Այդպես հազվադեպ է լինելու, մարդ ինքը պետք է որոնի եւ գտնի իր երջանկությունը իր մեջ։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Վիտա Երեմիշյանի հանգիստն